Մայիսի 30-ին Վանաձորում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթը, որի նպատակն է նպաստել պատանիների ալգորիթմական մտածողության զարգացմանը, պատանիները խաղ խաղացողից դառնան խաղ ստեղծող ու բացահայտեն պատանիների ծրագրավորման հմտություններն ու հնարավորություն տա զարգացնել նրանց ունակությունները։ Միջոցառման, ինչպես նաև մասնակիցների մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ, ճարտարագիտական կրթության Արմատ ազգային ծրագրի տնօրեն DigiCode-ի պատասխանատու Մայա Շահումյան, լույս առավոտի։ Բարի առավոտ։ Ինչպես եք, շնորհակալ ենք, որ օրը սկսել եք մեզ հետ։ Գերազանց եմ եւ դրականով շարունակելու հույսերով։ Առավել եւս պատրաստում եք Վանաձոր գնալ շուտով։ Եվ հենց այդտեղից էլ սկսենք իհարկե մենք ճակերտավոր ասած կուլիսներում առիթ ունեցանք խոսելու ինչու Վանաձոր, բայց պատմեք այս անգամ առաջին անգամ է նախադեպը, որ մարզ եք գնալու, թե ոչ։ Մի անգամ էլ է եղել վերջին մի քանի տարիներին, ամեն դեպքում, քանի որ մասնակցությունը DigiCode-ի ամբողջ Հայաստանից է եւ ոչ միայն, ամեն անգամ կազմակերպչական առումով ամեն ինչ կենտրոնացնում էինք Երևանում, ու գոնե թե վերջին 3 տարիներին, այս անգամ թիմով որոշեցինք, որ Վանաձոր կգնանք, այնտեղի արմատները եւ ընդհանրապես տեխնոլոգիական համայնքը եւս մասնակից դարձնելու ու քանի որ մեր ռազմավարության մեջ հենց մարզային զարգացումը առաջին մի քանի կետերից մեկն է, այս մասով Երևանից հյուրեր տանելու ամբողջ Հայաստանից մասնակիցներին հենց Վանաձորը ցույց տալու նպատակով ընտրեցինք Վանաձորը։ Իսկ նույն լոգիստիկ իմաստով ինչպես է այդ աշխատանքները կազմակերպվում, որովհետև մենք նայում ենք եւ ասում ենք ինչ հրաշալի մարզերը զարգացնում են, բայց էլի առիթ ունեցանք խոսելու, որ շատ բարդ է միջոցառումները մարզերում իրականացնել, գուցե Վանաձորում այդպես չէ։ Քանի որ բոլոր մարզերում մենք ունենք արմաթով ներկայացուցիչներ եւ համակարգողներ, Վանաձորի պարագայում մեզ շատ է օգնում այնտեղ թիմ ունենալը, համակարգողների թիմ ունենք եւ այնտեղի կազմակերպչական զուտ տարածքի հետ կապված աշխատանքները իրենք տեղում կազմակերպում են, մենք մնացած մասով ամբողջ Հայաստանից մասնակիցների տեղափոխումը, չգիտեմ, այնտեղի ժամանցի կազմակերպումը, կազմակերպչական մյուս հարցերը Երևանից ենք անում, բարդություններ կան, բայց թիմը դեռ ոչ պատվով տակից դուրս է գալիս եւ մենք մի նախադեպ ենք ունեցել անցած տարի, որ էլի ԱՏԾՄ-ով տեխնոլոգիական մեկ այլ միջոցառում էինք այնտեղ արել, շատ ավելի մեծ էր եւ մասշտաբային էր, բայց փորձը ցույց տվեց, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է։ Մասնակիցները ինչպես են ընդգրկվում ծրագրում, առհասարակ որտեղից են իմանում, երբ են իմանում ու արդեն ովքեր են նրանք։ Մրցույթից, այսինքն մայիսի 30-ի մրցույթի ամփոփման օրվանից մի քանի ամիս առաջ հայտարարվում է եւ մեր ունեցած բոլոր ալիքներով, հնարավոր ուղղություններով եւ նաեւ մեր գործընկերների ու 10-ից 18 տարեկան երեխաները, ովքեր հետաքրքրված են եւ ներգրաված են ինժեներական կրթության մեջ եւ մասնավորապես ծրագրավորման մեջ, կարող են հայտ տալ, հայտը տալիս են, հետո ընտրական մի քանի փուլերով արդեն եզրափակիչ փուլին ենք պատրաստվում, եզրափակչի համար մրցող երեխաներով, հիմնական մասը Արմատ ճարտարագիտական աշխատանոցի երեխաներն են, բայց նաև այլ կրթականներից էլ ենք ունենում հայտեր, մասնակիցներ եւ հաղթողներ։ Այս տարի հայտեր ունեցել ենք Հայաստանից, Ջավախքից եւ ԱՄՆ-ից, այնտեղ մենք եւս ունենք արմատներ, որոնց աշակերտները, սովորողները հայտ են տվել։ 1320-ից ավելի հայտ ենք ունեցել, այսինքն այսքան երեխա իրեն տեսնում է այս ոլորտում, ամենատարբեր նախագծերով իրենք ներկայանում են ու DigiCode-ին ունենք եւ անհատական անվանակարգեր, որոնց կարող են ներկայացնել եւ թիմային 2-3 հոգանոց։ Ընդհանուր առմամբ այս 1320-ից մենք նախամարզային, մարզային փուլերով ֆիլտրացիան անում ենք, ամեն մոտարապես մի 7 կամ 5 կախված որ տարին է, մարզային փուլեր ենք ունենում, որտեղ տեղում լոկալ միջոցառումներ են լինում, երեխեքը ներկայացնում են իրենց նախագծերը, ժյուրին ընտրում է եւ այդպես ֆիլտրվում են եզրափակիչ անցած մասնակիցները։ Այս տարվա 1320 հայտերից ընտրվել է 110-ը, որպեսզի եզրափակիչ փուլին մասնակցեն, ընդհանուր առմամբ մոտ 150 երեխա կմասնակցի, տեղեր կան զույգով են։ Այդպես, այսինքն եւ Ջավախքից ունենք մասնակիցներ եւ ԱՄՆ-ի մեր արմատներից ունեինք մասնակիցներ եւ բնականաբար բոլոր մարզերից։ Մարզեր կան ակտիվ են, մարզեր կան մի քիչ պասիվ են, բայց այդ օրինակ
ավելի էս առաջատար այդ առումով մայրաքաղաքն է, թե կարելի է մարզեր առանձնացնել։ Չէի ուզի առանձնացնել ինչ-որ մարզ, որովհետև տարբեր մրցույթներին տարբեր մարզեր են ակտիվ լինում։ Մենք կազմակերպում ենք նաև ռոբոտաշինության մրցույթ, եռաչափ մոդելավորման մրցույթ, Digicode-ը մեր կիրառական ծրագրավորման մրցույթն է, տարբեր մրցույթներին տարբեր մարզեր ու տարբեր արմատներ են ակտիվ լինում։ Բավականին շատ են եղել օրինակ Լոռուց հայտերը, Շիրակից հայտերը, այս տարի Վայոց ձորն էր լավ ակտիվացել, Երևանամերձը եւ Գեղարքունիք Տավուշն է շատ ակտիվ։ Բաների նախագծերի որակների տեսանկյունից ամեն տարի տարբերվում է, դրա համար շատ կողմնակալ կլինի, որ ասեմ, այս մարզը միշտ ավելի ուժեղ է։ Այս տարի տեսնենք ինչ է լինում, այո։ Տեսեք, մենք գիտենք բոլորս այն տենդենսը, մարդիկ ասում են, այլ երեխաները դրսում չեն խաղում, նրանք համակարգիչներից են կառչած։ Իրենք ինչ հետաքրքրություն են դուք որպես այդ սերնդի հետ, այսպես սերտ աշխատող մարդ, իսկապես իրենց հետաքրքիր է ոչ թե խաղ խաղալ, այլ խաղ ստեղծել, որտեղից է ծնվում այդ հետաքրքրությունն իրենց ներսում։ Քանի որ արմատներում մենք փորձում ենք երեխաներին օժանդակել տեսնելու խնդիրը, լուծելու խնդիրը եւ ձևակերպելու խնդիրը, այսինքն մեզ մոտ ոչ թե պատրաստում ենք ծրագրավորողներ որպեսզի, այլ պատրաստում ենք կամ փորձում ենք դաստիարակել հայ ճարտարագետի, հայ ինժեների կերպարը, այսինքն քո խնդիրն է շրջապատում նայել, խնդիր գտնել, ձևակերպել ու եթե դա հնարավոր է բերել արմաթում լուծել, ապա արմաթը տա այդ գործիքակազմը։ Այս առումով եւ իրենք սովորաբար նայում են շուրջը համայնքի ինչ որ խնդիր են բերում արմատ, նայում են դպրոցում, դասարանում ինչ որ X առարկայի մեջ ինչ խնդիր կա, բերում են դա լուծելու։ Օրինակ Digicode-ի անվանակարգերից մեկը վիրտուալ լաբորատորիաներն է, որտեղ STEM առարկաների գծով իրենք սարքում են, այսպես ասած, վիրտուալ լաբորատորիա։ Ու չգիտեմ, տիեզերքից, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից բերում են առարկայի ինչ-որ խնդիր, այստեղ անիմացիաներով, չգիտեմ, վիրտուալ աշխարհում իրենց համար հետաքրքրացնում են, հետ են տանում դասարան եւ իրենք եւ ուսուցիչը եւ աշակերտները դա օգտագործում են, խաղում են, փորձարկում են, զարգացնում են կամ հետո ոնց որ ընթացք ունենում է կամ այդ կետում սառում մնում է, բայց ինչ են անում գոնե թե կոնկրետ ռեալ խնդրի վրա են աշխատում, այո, եւ նախագծային աշխատանքներ են անում եւ այլն։ Մենք երբ որ զանգեր ենք ստանում, երեխաս 8 տարեկան է, բայց շատ է ուզում ծրագրավորող դառնալ կամ ռոբոտաշինությամբ հետաքրքրվում է եւ այլն, մենք ասում ենք 1-2 տարի էլ կարող եք դուք արդյոք իրենց արտաքին աշխարհի խաղերով զբաղեցնել, գոնե թե 10 տարեկանից նոր իրենք գան համակարգչի հետ աշխատելու, ու ընդ որում դա սահմանափակ է եւ այլն։ Այսինքն խնդիրը կա, սերնդեսերունդ փոխվում է, բայց փորձում ենք դրա ավելի հակակշիռ, հա, փորձում ենք դրա հակակշիռ խնդիրներն ավելի մեծացնել, որպեսզի միջին եւ ավելի պատանի տարիքի երեխաները ունենան ռեալ հետաքրքրություններ։ Հաղթողներին ինչ է սպասվում, մրցանակային ֆոնդ ասեմ կամ հետագա համագործակցության առաջարկներ ինչպիսին է լինում։ Երկու մասով պատասխանեմ հարցին։ Մրցույթի օրը մենք ունենում ենք, այս տարի ունենք 8 անվանակարգ, 2 տարիքային խմբերով 15 մրցանակային տեղ, մեր մոտ կրտսեր եւ ավագ տարիքային խումբն է լինում եւ սովորաբար դրամային մրցանակներ են երեխաները ստանում ու գործընկեր կազմակերպությունների կողմից այլ նվերներ։ Դրանից հետո հաղթողների հետ թիմեր ենք, խմբեր ենք ձևավորում եւ տեխնոլոգիական ընկերություններ այցեր փորձի փոխանակումներ են անում, այսինքն եթե անիմացիաներով զբաղվող միջազգային ընկերություն ունենք Հայաստանում, իսկ դրանք քիչ չեն, խաղեր պատրաստող կամ ծրագրավորման հայկական ընկերություններ ունենք եւ այլն, այնտեղի շրջայց եւ մասնագետների հետ հետագա կապ եւ այլն Digicode-ի եւ մեր մյուս մրցույթների երեխաները ստանում են այդ հնարավորությունը դեմ առ դեմ նստելու իրենց ավելի մեծ տարբերակի հետ եւ տեսնելու թե ապագայում ինչ կարող են անել, իսկ հարցի մյուս մասին, եթե անդրադառնամ, հենց Digicode-ում ծնված նախագծերն են, որ հետո զարգանում են ինդուստրիայի հետ կապի միջոցով, դառնում են արդեն ավելի կայացած պրոյեկտներ, նախատիպ ինչ-որ նախագծի ու գալիս են արդեն Digitech-ին են մասնակցում տաղավարային ներկայացուցչությամբ, այլ էքսպոների, եթե գնում ենք, իրենք արդեն որպես նախագիծ ունենում են պատրաստ, որը ֆիլտրվել
եղել է, մասնագետներն արդեն գիտեն դրա մասին, մենք գիտենք դրա տեղը եւ այլն, որտեղ դժվար է մեր ունեցած 650-ից ավել արմատներում իմանալ ինչ նախագծեր կան ու հենց DigiCode-ի ժամանակ մենք ոնց որ տեսնում ենք, ֆիլտրում ենք եւ իրազեկվում ենք, թե ինչ կա, մոնիթորինգ ենք անում եւ այլն։ Ու հիմնական լավ նախագծերի մասին հենց DigiCode-ով ենք իմանում։ Օրինակ, եթե DigiCode-ը չլիներ, չէինք իմանա, որ Չարենցավանում երեխեքը օդի աղտոտվածությունը չափող սարք են սարքում, որը հետո կարող է Չարենցավանում օդ աղտոտված է, դա ինձ դուրս չի գալիս։ Ինձ թվում է մայրաքաղաքում է այդ խնդիրը։ Դե իրանք հնարավորինս մոտ են, իրական ես չգիտեմ խնդիրը իրենք ոնց են որոշել, որ հենց դրա վրա կենտրոնան, բայց օրինակ Չարենցավանում էլի ունեինք անցած տարվա նախագիծեր կարծեմ, խելացի լուսացույց, որը նաև արհեստական բանականությամբ ինտեգրված էր ու ինքնակարգավորում էր խաչմերուկը կամ չգիտեմ այլ համայնք սարքում է տեսողության սահմանափակում ունեցող մարդու համար փայտիկ, որը էլի ոնց որ եւ պրոդուկտն է, այսինքն իրենք կիրառական կողմն են նայում եւ նաեւ տեխնիկական, տեխնոլոգիական տեսանկյունից իրենք ծրագրավորում են, չափումներն անում են, փորձարկումներն անում են եւ այլն։ Քանի տոկոսն է ռեալիզացվում այդ նախագծերի, եթե այսպես համամասնությամբ փորձենք հասկանալ։ Եթե նայենք իրենք ուսումնական են ու հիմնականում մենք խրախուսում ենք, որ իրենք նախատիպը գոնե թե ստեղծեն կամ գաղափարնել, եթե ձևակերպեն, այդ արդեն ոնց որ 12 տարեկանի համար, այո, ցուցանիշ է։ Տեղեր ունենք, որ էլի տարբեր մրցույթների արդյունքում, նաև միջազգային մասնակցության արդյունքում այդ պրոդուկտի տեղը, այսպես ասած, իմանում ենք եւ փորձում ենք կապել համապատասխան ինդուստրիայի հետ։ Օրինակ անցած տարի ունեցանք խելացի ջերմոցներ պատրաստող բավականին շատ են մեր երեխեքը, այդ խմբերին հավաքեցինք, տարանք կոնկրետ ռեալ խելացի ջերմոց, որ իրենք տեսնեն իրենց սարքած նախատիպը ու իրական կյանքում գործողը, ինչքանով են համապատասխանում իրար, ինչ փոփոխություններ կարող են անել եւ այլն, եւ տեղեր կան, որ հենց մասնագիտական աջակցության շնորհիվ մի քանի մակարդակ փոխվում եւ բարձրանում է որակը նախագծերի։ Թե հետո իրենք մեծանալով դա կդարձնեն պրոդուկտ, թե չէ, այդ արդեն ոնց արմաթի շրջանակներից դուրս է գալիս, բայց մենք հետո ունենում ենք ընկերություններ եւ հիմնադիրներ, մեր արմատցիները, որ հետո հետ են գալիս առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ու ուզում են անդամակցեն որպես արդեն կազմակերպության ներկայացուցիչ։ Այ դուք ձեր խոսքում նշեցիք, որ բավականին վաղ տարիքում են այսպես ծնողները արձագանքում, ցանկանում, որ իրենց երեխաներն էլ ընդգրկվեն։ Իրականում այ մաղվելով նրանցից քանի տոկոսն է մնում որպես մասնագետ։ Հետաքրքրություն, բայց իբրև մասնագետ որքան են պատրաստ մեր շրջանակում մենք ունենք թվեր, որոնք ցույց են տալիս, թե քանի տոկոսն է հետո շարունակում հենց STEM ուղղությամբ։ Այսինքն հաջորդ փուլի իրենց կրթական ուղին է, այդ մասով 52%-ը մոտավորապես շարունակում է STEM ուղղությամբ ու այդ մասով մենք որպես արմաթի ցուցանիշ դա դիտում ենք խիստ դրական, որովհետև մեր նպատակը չի, այսպես ասած, պատրաստել ծրագրավորողներ, որտեղ 10-12 տարեկանում դու դա չես կարող անել։ Մենք ուղղակի ցույց ենք տալիս այդ հեռանկարը, որ եթե Չինարի գյուղում կամ Դավիթ Բեկում դու չգիտես այս մասնագիտության եւ այս ոլորտի մասին, դու կարող ես գնալ, փորձարկել եւ եթե ուզում ես հետո շարունակել, հետ գալով քո համայնք այնտեղի խնդիրը լուծելու։ Այս մասով մեր ցուցանիշներով STEM ուղղությամբ շարունակողներն ենք ֆիքսել եւ ընդհանուր առմամբ, եթե նայենք, որ ամբողջ Հայաստանում արմաթը տարածված է, այդ մասով մյուս բոլոր կրթականները, ինչ որ նախաձեռնություններ եւ նաեւ դպրոցը ու համայնքը բնականաբար այդ մեր ստեղծած էկոհամակարգի վրա հենվում է, մենք խրախուսում ենք դա եւ երեխեքն են հետո իրենց ուղին շարունակելուց բազա ունենում եւ խմբավարները, որոնք երեխեքի հետ աշխատում են, դառնում են հենասյունը մյուսների համար, որտեղ իր ծրագրեր են իրականացնում։ Ինչ է սպասում մայիսի 30-ին մրցույթի շրջանակներում, այսպես օրակարգն է մեզ նաև հետաքրքիր։ Ամբողջ Հայաստանից հավաքվելու ենք Վանաձորում
եւ այդտեղ կլինեն երեխաները մասնակից, իրենց խմբավարները, ծնողները, մեր հյուրերը, Վանաձորի ներկայացուցիչները եւ այլն, եւ ժամը 10-ից սկսած մենք բացումը կանենք, մեր գործընկերները եւ մենք պաշտոնական այդ օրվա բարեմաղթանքները կտանք երեխաներին եւ երկու զուգահեռ սրահներում կսկսենք մեր 8 անվանակարգերով երեխեքի մրցելույթները, երեխաները իրենք ներկայացնում են ինչ են պատրաստել, ժյուրին հարցեր է տալիս, մենք խրախուսում ենք նաև որ երեխաները կարողանան իրենց արածը պատշաճ ներկայացնել, ժամանակի մեջ տեղավորվել, հարցերին պատասխանել եւ այլն, եւ բոլոր մրցելույթներից հետո ժյուրին որոշակի չափանիշներով գնահատելու է, վերջում մրցանակաբաշխության մրցույթի ամփոփման արարողությունն է լինելու, որոշ երեխաներ հիասթափվելու են, տխրելու են, այդ արդեն մեր խնդիրը։ Մյուսները ունենալու են այդ ողջավորվածությունը, որ փաստորեն արժեր 2-3 ամիս տանջվել X նախագծի վրա եւ նրանց արածը արդյունք է ունենալու, գոնե թե մյուսները իմանալու են այդ մասին, ողջշնչվելու են եւ մենք 11-րդ անգամ ապացուցելու ենք, որ ունենք այդ ներուժը, ունենք բացահայտելու շատ մեծ հնարավորություն երեխաների մեջ ու ընդհանրապես մեր մարզերում, որովհետեւ հենց DigiCode-ից մենք բացահայտում ենք դեմքեր ու նաեւ մեր մյուս մրցույթներից, որոնց հետո ուղարկում ենք միջազգային մրցույթներ, իրենք հետ են գալիս հավաստագրերով, դիպլոմներով, մեդալներով եւ այլն։ Առողջ մրցակցություն ենք ցանկանում։ Շնորհակալ ենք անչափ, ձեզ հաջողություն եւ շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ դիտելու համար։ Մենք ունենք գովազդ, որից հետո դիմավորել ենք մեր հաջորդ հյուրերին։